Ուրեմն հարգելի իմ դիտորդ, կարծում եմ դուք էլ լսած կլնեք Ռեբոկում տեղի ունեցածա լուրի մասին, պատահարի մասին։ Եվ քանի որ ես ամիջական կապ ունեմ, լողի հետ, ես էլ եմ լողի մարզիչ, ես չկարողացա այս հարցի կողքով, այս դեպքի կողքով ավելի շուտ անտարբեր անցնել։ Այսօր Ռեբոկում 25 տարեկան աղջիկ են ջրից դուրս բերել ու ինչքան որ լուրերն են ասում, ինքը հիմա գտնվում է ծանր վիճակ, կոմայի մեջ է եւ վերակենդանացման բաժանմունքում է։ Նախ ասեմ, որ ընդհանրապես լողի մարզիչները շատ բարեխիղճ են կատարում իրենց աշխատանքը։ Ու կյանքի գնով անգամ փրկում ենք, եթե լողորդի հետ ինչ-որ բան է, ինչի նույնիսկ մենք չենք նայում, հագուստով էլ քցվում ենք ջուրը, հանում ենք։ Բայց այստեղ 25 տարեկան աղջկա հետ մենք գործ ունենք։ Ես չգիտեմ ինչ պայմաններում, ոնց ա եղել, բայց կարծում եմ, որ ես չեմ կարող մեղադրել մարզիչին, որտեվ ես մարզիչ ըրնելով հանդերձ գիտեմ, թե ինչ ձևի լարված է անցնում ու ինչքան ուշադիր ենք մենք։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր էր ու ես կազմեցի հորար քարտեզը։ Հորար քարտեզը պարզ ցույց է տալիս ինչ է տեղի ունեցել, տեսեք։ Իրա տունն է, էսի խեցգետն ու ջրի նշանում։ Նեպտունը ցույց է տալիս գիտակցության կորուստ։ Եվ երկորյակներում, ընդհանրապես օդի նշան է երկորյակը, այսինքն թոքերի կանգ, սրտի կանգ, չգիտեմ, էլ բառ չեմ գտնում ասելու։ Ես ուզում եմ վերցանեմ քարտեզը ու տեսնենք մենք ունենք արդյոք բարենպաստ ասպեկտներ, քանի որ աղջիկը հիմա գտնվում է կոմայի մեջ ու վերակենդանացման բաժանմունքում, վիճակը հասկանում ենք, որ ծայրահեղ ծանր է, բայց ունենք մի հատ լավ բան, որ մահ չի արձանագրվել ամեն դեպքում։ Եվ այս մեզ ոնց որ հույս է տալիս Ուրեմն տեսեք, աղջկա դիրքը գտնվում է Լուսինը, եթե մենք նայում ենք ուրեմն աղջկան ցույց է տալի Լուսինը, որ գտնվում է ցուլ նշանում 4-րդ տանը։ Սա նշանակում է, որ ունի լավ առողջություն։ Որովհետև ցուլի դիրքում, ցուլը ուրեմն որտեղ որ Լուսինա էկզալտացված է ուժեղ դիրքում։ Սա տեխնիկապես հուշում է, որ անձի օրգանիզմը ունի կենսական ուժեր կամ դիմադրողականություն։ Կապը 8-րդ տան հետ այդ մահվան տունն է։ Այստեղ կուսպիտը գտնվում է առյուծ նշանում, որի կառավարիչը Արեգակն է։ Լուսնի աղջկա եւ Արեգակի 8-րդ տան կառավարչի միջև արկա է սեքստիլ ասպեկտ, կապույտ գծով, նշված է 60 աստիճանով։ Այստեղ կան չեզոքացնող գործոններ, թեև 8-րդ տան հետ կապ կա, Լուսինը քարտեզում չունի ուղղակի կործանարար հարվածող ասպեկտներ, ինչպիսին են օրինակ քառակուսի կամ ընդդիմություն եւ մահաբեր մոլորակներ։ Ինձ գրում են տառոլոգս հիվանդացել ես, հադե թող մի քանի տարին մեկ ես էլ մի քիչ ձայնի փոփոխություն ունենամ, մի փոքր, այսպես կիսա ալերգիկ, կիսա գրիպոզ վիճակ է, հիվանդ չեմ բացարձակ։ Դե շոկ է, սառը ջուր ենք խմում, օթորակիչի մոտ ենք նստում։ Ես շատ գիտեմ, ըլլում է էլի։ Ուրեմն 7-րդ տան կուսպիտը սկիզբը գտնվում է խեցգետնի նշանում, ինչը նշանակում է, որ աղջկա գլխավոր սիգնիֆիկատորը Լուսինն է։ Լուսինը գտնվում է ցուլ նշանում, աստղաբանության մեջ Լուսինը ցուլում գտնվում է իր էկզալտացիայի ամենաուժեղ դիրքում։
Սա ցույց է տալիս, որ օրգանիզմն ունի կենսական ուժերի մեծ պաշար, ամուր դիմադրողականություն եւ կարճած է կյանքից։ Այս փաստը, որ արդեն աղջկան ջրից դուրս են բերել, տալիս է փրկվելու հնարավորություն։ Քանի որ մենք տեսանք 7-րդ տունը գտնվում էր Խեցգետնի նշանում, սա ջրային տարերքի նշան է, ուղղակիորեն արտացոլում է դեպքի տեղի ունենալու այսպես վտանգը, հա, վայրը, ջուր եւ խորություն։ Սատուրնի եւ Նեպտունի հարևանությունը, Լուսինը գտնվում է 4-րդ տանը, Սատուրնի եւ Նեպտունի հարևանությամբ միացված են։ Նեպտունը խորհրդանշում է ջուրը, հեղուկը կամ անգիտակից վիճակը, իսկ Սատուրնը արգելակումը, սառեցումը կամ ֆիզիկական ծանր ճնշումը։ Ուրեմն սա մանրամասնում է, որ անձի ներկա վիճակը գտնվում է ջրի ազդեցությունից առաջացած ծանր ֆիզիկական ճգնաժամերի, հնարավոր է թթվածնային քաղցի կամ կոմայի անգիտակից կլինիկական վիճակի մեջ։ Սատուրնի հետ ընթաց լինելը հուշում է, որ վիճակը զարգանում է դանդաղ եւ ճգնաժամը միանգամից չի կարող անցնել։ Մահվան տան 8-րդ տան հետ ազդեցությունը, հա, մահվան տան կառավարիչը քարտեզում 8-րդ տունը, որի պատասխանատու է մահվան վիրահատությունների վերակենդանացման համար, սկսվում է առուս նշանով։ Դա կառավարիչն է Արեգակի։ Սեքստիլ ասպեկտ Լուսնի եւ աղջկա Արեգակի 8-րդ տան միջև կա սեքստիլ ասպեկտ 60 աստիճան, ներդաշնակ կապ։ Ավանդական հորարում մահվան տան կառավարչի հետ ցանկացած կապ զգուշացնող է, սակայն քանի որ ասպեկտը սեքստիլ է, տալիս է թեթև հնարավորություն։ Այստեղ չկա անդիմություն քառակուսի, դա նշանակում է, որ անձը անցնում է մահվան միջով կամ հենց գտնվում է այդ փուլում։ Բայց առայժմ մահվան դաժան հարված չկա, այսինքն վերջ թելը կտրված չի։ Յուպիտերի դիրքը քարտեզում ցույց է տալիս մեծ բարերարի փրկության մոլորակը, գտնվում է 6-րդ տանը, սա բժշկություն, հիվանդանոց, հիվանդություն։ Միացած է Արեգակին։ Սա չափազանց կարևոր տեխնիկական դետալ է, բժշկության տանը գտնվող ուժեղ մոլորակները հուշում են, որ տվյալ իրավիճակում ամեն ինչ կախված է բժշկական միջամտության որակից։ Բժիշկներն անում են առավելագույնը աղջկա կյանքը փրկելու համար։ Եվ բժիշկներին բերում է հենց բարերար մոլորակով, այսինքն իդեալական աշխատանք արվում է բժիշկների կողմից, հա, մեծ բարերար մոլորակով։ Քարտեզը մանրամասը նայելիս ցույց է տալիս, որ աղջիկը իրականում գտնվում է ծայրահեղ ծանր կրիտիկական վիճակում, ջրի սառեցված ազդեցության տակ, սակայն նա ունի կենսական ներքին ուժ, լուսինը ցուլում, եւ բժշկական տան ակտիվությունը տալիս է դիմադրելու եւ ապրելու հնարավորություն։ Ուրեմն ժամանակահատվածը, որ ես նայեցի, քանի օրն է շատ կրիտիկական աղջկա համար, նախ ասեմ, որ բուժումը շատ երկար է տևելու։ Վերականգնողական իր փուլը երկար է տևելու։ Բայց առաջիկա 5 օրը շատ ծանր ու որոշիչ է լինելու աղջկա համար։ Ես նայում եմ ուրեմն ասպեկտի աստիճանները, աղջկա սիգնիֆիկատորը, լուսինը գտնվում է ցուլի 17-րդ աստիճանում, իսկ 8-րդ տան ճգնաժամի վերակենդանացման կառավարիչ Արեգակը գտնվում է առուծի 12-րդ աստիճանում, նրանց միջև ճշգրիտ ասպեկտին, ուրեմն 60 աստիճան, պակասում է մոտ 5 աստիճան։ Այս 5 աստիճանի տարբերությունը նշանակում է 5 ծանր օր ու գիշեր, 5 ծանր 24 ու 7 ժամ։
Ուրեմն ցուլի 17 աստիճանում գտնվող լուսինը իր շարժման ընթացքում հաջորդիվ կազմում է սեքստիլ ասպեկտ հենց Մերկուրիի հետ, որը գտնվում է խեցգետնի 25 աստիճանում, 6-րդ տան սկզբնամասում։ Ուրեմն աստղաբանության մեջ Մերկուրին պատասխանատու է լուրերի տեղեկատվության, փաստաթղթերի և բժշկի արձանագրության համար։ Քանի որ ասպեկտը ներդաշնակ է և սեքստիլ, սա հուշում է, որ քրիտիկական փուլից հետո հնարավոր է ստանանք դրական միտումով լուր, որ վիճակը կայունանում է կամ վիճակը դեպի դրական է գնացել։ Մենք մենակ այս մի փոքր, այդ մի կապն է, հա, որ ցույց է տալիս, որ կյանքի թելը կտրված չէ աղջկա։ Եվ մեծ հաշվով աղջիկը իրականում առողջ օրգանիզմ ունի, լուսինը գտնվում է ցուլի նշանում եւ երիտասարդը ունի ապրելու ցանկություն, ինքը պայքարում է, օրգանիզմն էլ է պայքարում։ Բայց թե առաջին 5 օրը շատ քրիտիկական է, մենք 5 օր հետո էլի կնայենք, հուսամ բանը դրան չի հասնի, այսպես արագ կիմանանք, որ դրական փոփոխություն կա, հիմա վիճակը ծայրահեղ ծանր է, ինքը գիտակցություն չունի կոմայի մեջ է, հուսանք, որ գոնե կլինի այսպես կայուն, որտեվ անկայուն վիճակը կլինի կայուն, ցույց է տալի, հա, այս քարտեզ, որ հասկացող մարդիկ նայեն, կզգան, հա, ինչքան դժվար ու բարդ վիճակում է հիմա այդ երեխան գտնվում, այդ աղջիկը գտնվում։ Մի հատ բարակ այսպես թել է, որ ամեն րոպե կարա ընդհատվի։ Ուղղակի մի հատ այսպես Վեներան բարերար մոլորակ այսպես ամուր այդ թելը պահելա, որ չպոկվի, հա, այսպես ասեմ։ Եվ իրա կողքնա Յուպիտեր, այսինքն բժիշկները, որոնք իդեալական այսպես օգնություն են ցուցաբերում աղջկա։ Հսկողության տակ է, հոգատարության, ջերմության, այսպես ուշադրության ներքո է այդ երեխան։ Ինձ հետաքրքիր էր նաև դեպքը ոնց է տեղի ունեցել։ Տեսեք, հստակ մոլորակները ցույց են տալիս, որ ինքնակառավարման կորուստ է եղել լողի ժամանակ։ Կամ ինքը իրանով փորձել է այսպես սուզվել, կորցրել է իր կառավարումը։ Ես նայեցի նաև փրկությունը դուրս բերման աշխատանքները արագ են տեղի ունեցել, միանշանակ կայծակնային արագությամբ տեղի է ունեցել օգնությունը։ Գիտեմ, որ մարզիչները սկզբից մինչև վերջ, մինչև իրանց ժամը մնում են պարտադիր կողքներին, չգիտեմ ոնց պիտի ենթարկված չլինի, չգիտեմ ինչ պետքա տեղի ունեցած լինի, կամ ասենք ժամը իր ավարտած լինի մարզիչը դուրս հանի, թե մարզիչից հետո ինքը նորից փորձի մտնել, չգիտեմ, բայց մարզիչները սկզբից մինչև վերջ ժամացույցով 45-50 րոպե է հասնում իրանց լողի ժամը։ Մարզիչները իրենց կողքին կանգնած են, այնքան են գնում գալիս այդ ամբողջ այդ մեծ լողավազանի տարածքով մեկ պտտվում, սենց այնքան են շարժվում, ամբողջ ժամանակ հրահանգներ, շնչի, արտաշնչի, ոտքդ էսպես արա, ձեռքդ էսպես գցի, ամբողջ ժամանակ հետևողական, չգիտեմ, չեմ կարող ասեմ ոնց է տեղի ունեցել, բայց ես կարծում եմ, որ այստեղ չգիտես ինչի, եթե մարզիչը լներ իր կողքին, ինքը չպետք է այս դեպքը լիներ,
Ուրեմն կամ իր ժամից շուտ է եղել դեպքը, եկել է մարզիչի աշխատանքային ժամը չի եղել, կամ իր դասը ավարտվելուց հետո ինքը նորից է մտել ջուրը կամ մնացել է ջուրում, չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց որ արագ իրան օգնություն է ցուցաբերվել, ցույց են տալիս, հա, հորար քարտեզը հստակ ցույց է տալիս։ Ունենք մի հատ փոքր, այսպես բարերար մոլորակ, հույս, որ եւ օրգանիզմն է դիմադրում, ինքը կարճած է, ամուր բռնել է կյանքից եւ իրա թելն էլ է բարերար Վեներան, այսպես ամուր պահել է, որ չպոկվի։ Մի հատ բարակ թել եւ առաջիկա 5 օրը ճակատագրական 5 օրեր են աղջկա համար պրոցեսը վերականգնվելու, բուժվելու, բավականին բարդ ու երկար է տևելու է։ Ինքը արթնացավ, կոմայից ելավ, բայց նրանց հետո շնչելու կամ իր ստրեսները դա մեծ հետևանք է թողելու եւ երկար բուժման եւ ուշադրության կարիք է ունենալու։ Առողջություն մաղթենք աղջկան երիտասարդա թող շուտ վերականգնվի, չգիտեմ։